Ստացվում եմ, որ նրան հարց եւ նրանց փոքրիկ խմբակի անդամներին պիտի մեր երկրում ուղի միայն քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննիչը։ Բայց քանի որ մեր ձևաչափը նախատեսում է, որ մենք եք կարանք հարցեր տանք, ես մի հարց կտամ։ Պարոն Սիմոնյան, դուք ձեր ադրբեջանցի գործընկերոջը Գաֆարովային հրավիրել եք Հայաստան, հավանաբար դա կլիներ 300,000-ից առաջի ադրբեջանցի, որ պիտի գա, չնայած արդեն մի խումբ էլ եկե, եւ ասել եք, որ ձեզ ոչ մի անգամ չի հրավիրել Ադրբեջան, բայց դուք բաց հաստատում եք դրան, որ եթե նա որևէ անգամ չեմ վերջացել, մի րոպե, եթե նա հրավիրի գնալու եք հիմա օգոստո-հունիսի 18-ից 19-ը Օրդուբադում վերադարձ արևմտյան ադրբեջան կոնֆերանսա։ Եթե Գաֆարովան ձեզ հրավիրի, կարող ենք պնդել, որ դուք արդեն հաստատել եք ձեր մասնակցությունը այդ կոնֆերանսին։ Պարոն Սիմոնյան, պատասխանը լուրջ չի։ Այսինքն չեք գնա, Գաֆարովան կանչի դուք չեք գնա։ Ձեր հարցը լուրջ չի։ Այսինքն չի լուրջ չի։ Պարոն Ղազարյան, պետք է պատասխանի, դուք լսեք, հետո ընդհանուր պատասխանեց արդեն։ Չէ, չեմ պատասխանում։ Ձեր հարցը լուրջ չի, բայց հարգելով ֆորմատը ես կշարունակեմ պատասխանել ձեր հարցին։ Ինձ եւ իմ գործընկերոջ մեր իրար հրավերելու պաշտոնական այցերի եւ այդ խոսակցությունները մշտապես եղել են եւ ես վերահաստատում եմ, որ հրավերի պարագայում ես հարմար առիթի պարագայում կացուցել եմ եւ կհրավիրեմ մեր հարևան երկրի բոլոր մեր հարևան երկրների ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետություն այցելելու կարող եմ գաղտնիք բացել վերջերս մի համաժողով էր անցնում Ադրբեջանում եւ իմ գործընկերը ինձ հրավեր է ուղղել բայց ցավոք սրտի քարոզարշավի պատճառով ես մերժել եմ այդ համաժողովին մասնակցելու այո ցավոք սրտի որտեվ մենք այո ցավոք սրտի որովհետեւ խաղաղությունը այն բանն է որտեղ թույլ տվեք ավարտեմ այն բանն է որտեղ քաղաքական գործիչները պետք է վերցնեն իրանց վրա պատասխանատվություն եւ մեր երկու ժողովուրդներին իրար որպես հարևան իրանց երկրներում ապրելու համար առաջին քայլերը մի ժամ կա կարա գնաք ես արձագանք եմ դուք կհասցնեք գնաք ուրեմն ես ուզում եմ տեղեկացնեմ որ Պարոն Սիմոնյանը հրավիրում է մի երկրի խորհրդարանի ղեկավարի Հայաստան, որը դեռևս Հայաստանի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունի, այլ որպես պետություն դեռևս չի ճանաչել։ Եվ Հայաստանի խորհրդարանում չկա Հայաստան-Ադրբեջան բարեկամության խումբ, իսկ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ստորագրել է Արլեն Սիմոնյանի քաղաքական ղեկավարը 2020 թվականի հուլիսին, Ադրբեջանը մինչ օրս ճանաչված է որպես Հայաստանի համար անվտանգային սպառնալիք ներկայացնող պետություն։ Արլեն Սիմոնյանը 2021 թվականին ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդան լրություն ես չեմ վերջացրել լրություն չեմ վերջացրել 2021 թվականին Սիմոնյան սպասեք ավարտին օր 2021 թվականին ինքը ստորագրել է Հայաստանի եւ Արցախի խորհրդաների միջեւ համագործակցության հանձնաժողովի նախագահն է Արցախի ազգային ժողովի նախագահին չի ընդունում բայց Գաֆարովային, որ անվտանգության սպառնալիք ներկայացնող պետությունը հրավիրում է առաջի ադրբեջանցի հասկանալի է, խնդրեմ